Ողջույն սիրելի բաժանորդներ, այս տեսանյութում ձեզ համար կկարդամ տեքստ երկխոսություն սուպերմարկետում գերմաներենով։ Եթե ցանկանում եք սովորել գերմաներեն, բաժանորդագրվեք իմ ալիքին կամ կարող եք դիմել նաև անհատական կամ խմբակային դասերի համար A1-ից C1 մակարդակ։ Այսօր վերցրել եմ A1 մակարդակի հեշտ տեքստ, որը ձեզ անպայման պետք կգա գնումներ անելիս։ Նախորդ տեսանյութերում ունեմ նաև տեքստ երկխոսություն ռեստորանում թեմայով, որը ինչպես հասկացա շատերին օգտակար եղավ, դրա համար որոշեցի նաև այսպիսի տեսանյութ անել գնումներ թեմայով։ Գնումները նույնպես շատ կարևոր բառապաշար է։ Այժմ կկարդամ տեքստը։ Յուրաքանչյուր նախադասությունից հետո դադար կտամ, կարող եք կրկնել, շատ հեշտ բառապաշար է, հեշտ նախադասություններ են, երկխոսությունը հաճախորդի և վաճառողի միջև է։ Եվ կթարգմանեմ։ Այստեղ կրճատված գրված է K և V, K-ն դա հաճախորդն է, քունդ է, և V Verkäufer վաճառողն է։ Սկսեմ տեքստը, կրկնեք, որպեսզի ճիշտ արտասանեք, ինչպես նաև թարգմանությանը ուշադիր եղեք։ Guten Tag, բարի օր։ Guten Tag, բարի օր։ Bitte schön, kann ich Ihnen helfen? Խնդրեմ, կարող եմ ձեզ օգնել։ Haben Sie Milch? Ունեք կաթ։ Ja, wir haben Milch. Այո, մենք ունենք կաթ։ Einen Liter Milch, bitte. 1 լիտր կաթ, խնդրում եմ։ Haben Sie Bananen? Ունեք բանան։ Ja, wir haben Bananen. Այո, մենք ունենք բանան։ Ich möchte 1 Kilo Bananen, bitte. Ես ցանկանում եմ 1 կիլոգրամ բանան, խնդրում եմ։ Was kostet 1 Kilo Tomaten? Ինչ արժե 1 կիլոգրամ լոլիկը։ Ein Kilo Tomaten kostet 2,10 Euro. 1 կիլոգրամ լոլիկը արժե 2 եվրո և 10 ցենտ։ Ich möchte 2 Kilo, bitte. Ես ցանկանում եմ 2 կիլոգրամ, խնդրում եմ։ Haben Sie Brot? Ունեք հաց։ Nein, ich habe kein Brot. Ոչ, ես չունեմ հաց։ Möchten Sie sonst noch etwas? Ցանկանում եք այլ բան։ Ich möchte noch 100 Gramm Schinken, bitte. Ես ցանկանում եմ 100 գրամ խոզապուխտ, խնդրում եմ։ Ist das alles? Այդքանն է։ Alles նշանակում է ամեն ինչ, բայց երբեմն բառացի չենք թարգմանի, դրա համար ist das alles ուղղակի կթարգմանենք այդքանը, այդ ամենը։ Ja, das ist alles. Այո, այդքանը։ Wie viel macht das? Ինչքան է կազմում դա։ Macht նշանակում է անել, այստեղ կարող ենք ուղղակի թարգմանել ինչքան է կազմում դա, այսինքն գումարը։ Das macht 10,20 Euro, bitte. Դա կազմում է 10 եվրո 20 ցենտ, խնդրեմ։ Danke, auf Wiedersehen. Շնորհակալություն, ցտեսություն։ Danke für Ihren Einkauf. Շնորհակալություն ձեր գնումների համար։
Kommen Sie bald wieder։ Այս նախադասությունը բառացի չեմ թարգմանի, ուղղակի կասեմ կրկին համեցեք կամ նորից շուտով վերադարձեք։ Հուսով եմ այս տեքստը ձեզ կօգնի, որպեսզի կարողանաք գնումներ անել գերմաներենով սուպերմարկետներում կամ խանութներում։ Որպեսզի շատ բառապաշար սովորեք, կարող եք դիտել իմ նախորդ տեսանյութերը, այնտեղ ունեմ տեսանյութեր մրգերի մասին, սննդի մասին, կարող եք սովորել և այս բառերի փոխարեն կարող ենք տեղադրել բնականաբար այլ նոր բառեր։ Haben Sie Milch, օրինակ Milch-ի փոխարեն կարող ենք տեղադրել haben Sie Apfel, haben Sie Brot, haben Sie, also դուք կարող եք նայել բոլոր տեսանյութերը և սովորել շատ նոր բառապաշար, ինչպես նաև քերականություն, և կարող եք մեկնաբանություններում գրել, արդյոք ձեզ դուր եկավ այս տեքստը և ինչ կուզենայիք սովորել, հատկապես ինչպիսի տեսանյութեր կուզենայիք դիտել, որպեսզի ես իմ ալիքում այդ տիպի տեսանյութեր անեմ։ Այսքանը, մինչ նոր հանդիպում, auf Wiedersehen։